Լուծենք խնդիր 276-ը։ Ալրաղացում կա 10 տոննա ալյուր։ Համառոտագրենք այդ ամբողջ ալյուրը պահվում է 60 կգ, 50 կգ և 20 կգ տարողությամբ պարկերում։ Վաթսուն կգ և 50 կգ տարողությամբ մեծ պարկերի քանակները համապատասխանաբար 70 և 82 են։ Քանի փոքր պարկ, այսինքն 20 կգ-անոց պարկ ալյուր կա ալրաղացում։ Առաջին հերթին 10 տոննան դարձնենք կիլոգրամ, հավասար է 10,000 կգ, քանի որ 1 տոննան հավասար է 1000 կգ-ի։ Այժմ կարող ենք գտնել առաջին հարցով, թե 60 կգ-անոց պարկերում ընդամենը քանի կիլոգրամ ալյուր կա։ 60-ը բազմապատկենք 70-ով, քանի որ կա 70 պարկ, այդպիսի 60 կգ-անոց պարկ։ 6 անգամ 7, 42, 2 զրոն ավելացնենք 4200 կգ։ Այժմ գտնենք, թե 50 կգ-անոց պարկերում ընդամենը քանի կիլոգրամ ալյուր կա։ 50 անգամ 82, 5 անգամ 80 հավասար է 400, 5 անգամ 2 հավասար է 10, 410 և այս զրոն ավելացնենք 4100 կգ։ Այժմ կարող ենք իմանալ, թե 60 կգ-անոց և 50 կգ-անոց այդ պարկերում ընդամենը քանի կիլոգրամ ալյուր կա։ 4200-ին գումարենք 4100, հավասար է 8300 կգ։ Քանի որ ընդամենը կա 10 տոննա ալյուր ալրաղացում, այսինքն 10,000 կգ, 10,000-ից հանենք 8300, որպեսզի իմանանք, թե որքան ալյուր կա 20 կգ-անոց պարկերում։ 10,000-ից հանենք 8300, հավասար է 1700 կգ։ Ուրեմն այս 1700 կգ ալյուրը տեղավորված է 20 կգ-անոց պարկերում։ 1700-ը բաժանելով 20-ի կարող ենք իմանալ, թե քանի այդպիսի 20 կգ-անոց պարկ կա։ Այսինքն, քանի այդպիսի 20 կգ-անոց պարկ ալյուր կա։ Հավասար է 85 պարկ ալյուր, այսինքն 20 կգ-անոց 85 պարկ ալյուր կա ալրաղացում։